نمیدونم چرا ملودی ها رو شبیه نوحه میشنوم، انگار رفتیم سر مزاریم، یه مداحی هم اونجا داره میخونه. این صدای فالش و این افکت دیلی که هی تکرار میکنه اون فالشی ها رو گوش آدم. Ողջույն ձեզ իմ շատ սիրելի ընկերներ, այս part որ լսացիք, ուրեմն YouTube-ում է ծրագիր կա, մի քանի ժամանակ է նայում եմ, անունը Nakuka, որ երկիշների համերգներն անալայզանում, երկիշների սխալներն է բռնում, մուզիկի սխալներն է բռնում, այդ մարդավոր Սուեդում նստած է եւ համերգներ համար ուղարկում են, ինքը անալայզանում, որ մեծամասնությամբ էլ երկիշներ, որ Պարսկաստանին երգում են, շատ սխալներ ապրում, շատ թեկուզ հայտնի երկիշներից, որ legend ունու, մեկ ինչ ինքը իր ծրագիր ծայրահեղական է, այսինքն այդ ինչ որ անընդհատ պարսկական երգ ու երաժշտությունը ինքը աշխատում է համատա օրինակ ամերիկյան բանդերին, մեկ ինչ այսինքն մի բանով չես կարող համատես, որտեվ մենք որ Պարսկաստանում ենք ծնվել, ինչպես են կարացել ենք երկիչ կամ գնացենք այդ գործի մեջ նվագենք սովորել, միջով Ամերիկա, որ ամեն երեխեք դպրոցի մեջ անպայման անգամ նվագարան նվագում են, դպրոցից իրանք հասկանում են, որ իրանք արդյոք նվագի սեր ունեն, շարունակեն, իրանք այդ իրենց տալենտները կարողանում են ճարեն մասամբ, բայց մեր նման երկրների մեջ այդ չկա, ամեն մարդ ուզում է իրան ցույց տա, ընդհանրապես մարդիկ, որ շատ մարդիկ այսան կապ չունեն երկին, երկիչ են էլի, երկն էլ չեն սիրում, մեշակ մարդիկ փողի համար, մեշակ մեծամասնությամբ տենց են, փողի համար կամ մենակ անունի համար երկիչ են ելնում, այսինքն այդ իրոք են մարդիկ, որ կարող են talented լինեն նվագի մեջ կամ երկի մեջ, ես շատ քիչ մարդիկ եմ տեսել, հետո էդի պատճառն որ այն մարդիկ էլ որ talent ունեն, արդեն հուսահատվում են, արդեն այդ էներգին չունեն որ շարունակեն, բայց սիրուն խոսք ուներ Ֆարհադ երկիչը, ասում էր Իրան مناسب ترین نقطه برای هر رفتن استعداده եւ տենց երկրներում ընդհանրապես այդ տաղանդը ընդունակությունները մարդկանցը մեջից էթում է, կարող է մոքի երկիչ լինի առանցի որ մեծ տաղանդ կամ սեր ունենա, կամ մոքի որ շատ սեր ունենա, հուսահատվում այդ մասնաճ դրա մեջ չի շարունակում, կամ ինքը որոշ անգամ անալայզներ իրան օրինակ մարդիկ իրաց մոբայլով ֆիլմ են վերս ուղարկեն իր համար, այդ ինքը մեծ սրահի մեջ որ 40 հոգի նվագում են, 3000 հոգի լսում են, դրա անալայզանելը միջև մեր հետ մարդ որ տուն նստած է պիանով նվագում են, երգում են, շատ տարբերություն ունի որ դու ասես այս մարդը էսենց է երգում են, այս մարդ սխալներ է, բայց մասամբ ես հասկանում եմ, այսինքն այդքան որ ինքս հասկանում եմ, մանավանդ երգիչներին կարող եմ հասկանալ, այս մասեր սխալ է, եւ այդ ինքս պատճառը որ 2006 թվականից հետո ես միջովը մա հետ պարսկական համերգ էլ չեմ գնացել, որտեվ նախքան այդ ինչ որ գնացել եմ, այնիշ չի էլի որ պիտի լիներ, այսինքն այդ ինչ որ այս երգիչներից սպասում եմ այդ չի էլի, երգիչ կա որ ճանաչված է, legend է, stage-ի վրա բառերն ամոռանում, երգիչ կա որ stage-ի վրա նոր պտտվում է Սանմային ասում եմ ցայինը լավ չի, մե բաներ ստում որ այս բանը իհարկե Ամերիկայում ինքներս իմանանք որ ինչ կան դժվար է երկիչների համար գործելը իսկապես շատ դժվար է, հետո դիմանդն էլ չկա, ժողովուրդն էլ այդքան չեն imանում մուզիկից որ պահանջեն որ երկիչ ինչ երկի լավ չի երկի, մեզ պահանջն չկա, ուրեմն որ պահանջը չի լինում օտոմատիկլի այդ ինչ որ պիտի ներկայացնես էլ այն ինչ չի որ պիտի լինի, բայց overall ինչ որ ինքն ասում է իմ տեսակետից ճիշտ է, այսինքն մենք պիտի ընդունենք որ պիտի analyze-ել մեր գործը, եթե երգում ես, չի պիտի Պարսկաստանի երգիչները ասում են կսպանեն քեզի սենց էս անում մեր մասին խոսես, բայց այդ մասը որ երգում ես պիտի ընդունես որ analyze-ել պիտի լինես,
քո սխալ մասերը դել պիտի կանասեն, որ ճշտես քեզի։ Ինչքան այդ մարդը ճիշտ ասում, թե սխալ ասում, կամ մեկի դիմաց քեն ունի, մեկի հետ լավ չի, այլ շատ ավատում, ես գործ չունեմ, բայց իր ծրագիր, որ ես նայում եմ, ինքը սխալ բաներ չի ասում, շատ բաներ ասում, որ ես ինքս ինձ ճշտում եմ, նայում եմ, ես մարդ ճիշտ ասում, որ ասում եմ, պիտի երկելուց առաջ անպայման warm-up անես, ցայնը տակասնես, այդ մի բան չի, որ շատ դժվար է լինի, ամեն մարդ հիմա ինտերնետով կարող անի։ Շատ բաներ, որ ինքը ասում է, ճիշտ ասում ու իմ տեսակետից պիտի մարդ այդ պատրաստ լինի դրան։ Այսինքն մանավանդ երկիչները մեկի չես մեր ժողովրդի մեջ այդ մշակույթը չկա։ Ես ինքս միջոմա չի էլի այս ժամասին ես նստեմ մետեղ խոսամ իրանից լավ պատմեն։ Ամեն ասում են այդ ով է, այդ ինչ է, այդ այսինքն չեն ուզում ընդունեն, որ այդ իրանց սիրած երկիչն էլ կարող է շատ տեղեր սխալ երկի։ Էդի ամերիկացիքի մեջ էլ այդ կա, իրանց մեջ էլ կա, բայց տոկոսով շատ քիչ է, այսինքն իրանց լայվեր եւ որ այդպես լսում ես, շատ քիչ է, շատ դժվար ճարես, որ շատ վատ վերի, բայց Պարսկաստանի երկիչները հիմա այս դուսի երկիչները իսկապես դժվար է իրանց համար։ Այսինքն ուզում են միջով հասնում են համերգ տալու ինչքան դժվար բանից են անցնում որ բայց Պարսկաստանի երկիչները իսկապես ամոթա ու վատա որ վատ երկի են որտեղ Պարսկաստան երկու գիշեր համերգ տան իրաց լրիվ տարվա ծախս անում են այսինքն իրանք համ փող ունեն որ այդան լավ ուսուցիչներ բռնեն իրաց ցայնը սարքեն համ ժամ ունեն ամեն տեքստից ազատ են ասենք դժվարություններ դուսի երկիչներն չունեն բայց ընդեղ էլ տեսնում ես քանի որ ժողովուրդը չեն իմանում չեն հասկանում դիմանդ չկա իրանք էլ ընծետ են տալի ժողովրդի ու ասեմ ամենամեծ ֆակտորը դա որ երբ մարդիկ այս գործի մեջ են մարդիկ չեն որ այս գործը սիրում են մարդիկ են որ ուզում են անուն անեն մարդիկ են որ ուզում են փող խփեն այդ տիպի մարդիկ են գալիս այս գործինից դրա համար եթե ժամանակ նայեք իր ծրագիրը որտեվ anyway մի քիչ knowledge է տալիս կարողանաս հասկանաս շատ բաներ որ չի իմանում կամ ես ինքս եմ ասում ինձի եւ որ նայում եմ իր ծրագիրի մեջ ունենք մի բաներ ասում որ տեսնում եմ այս ճիշտ է ասում ասեն այս երկիչները շատ մասան որ երկում են լաբխունի են ասենք չեն երկում ցային հետևից շատ բաներ որ ինքը մանրամասնություններ բացատրում է եւ ձեր ինֆորմեյշն ու knowledge-ը վերև տանելու համար կարող եք նայեք ված ծրագիր չի ու թող ինչքան շատ լինի ծրագիրներից ես տեսել եմ հայկականի մեջ էլ կա պարսկական էլ քանի հատ կան բայց նակուկը ամենահաջողն է ինչքան շատ լինի ավելի լավ է որովհետեւ երկիչը նվագիչը եւ լսածողն էլ իրան սարքում աշխատում լավ երկի եւ այն լսածողն էլ հասկանում որ պիտի ինչ համերգի դա փող տա ինչ համերգի չի պիտի դա փող տա overall այս խնդիրը մենք ունենք էլ որ եթե մի բան մեր ակառակ տանում շուտ ուզենք reject անենք չենք ուզում մատ լսենք մատ ամեն ուզում են արագ reject անեն այսինքն այդ մեր culture-ի մեջ կա դժբախտաբար լավ մնացեք ընկերներ մինչև մյուս անգամ հաջողություն տես